Բարև ձեզ։ Ձեզ հետ կրկին ես եմ, Օլգան։ Այսօր մենք ներկայանալու ենք մեր նոր ֆորմատով, որտեղ որ ներկայացնելու ենք հետաքրքիր փաստեր մեր կենդանիների մասին։ Դե ինչ, գնացինք։ Իսկ դուք գիտեք, որ սկյուռակապիկներն ունեն շատ հետաքրքիր վարքագիծ, կապված իրենց սննդակարգի հետ։ Նրանք խենթանում են թարմ մրգերի և հատապտուղների բույրի համար։ Եվ գիտեք ինչ են անում։ Նրանք ընտրում են իրենց ամենասիրելի միրգը կամ հատապտուղը, քսում իրենց վրա, որպեսզի նրանք նույնպես բուրեն այդպես։ Եվ այդ գեղեցիկ երևույթը կոչվում է կապիկների բնական օծանելիք։ Իսկ դուք գիտեք, որ նապաստակները ունեն շատ լավ լսողություն, և նրանք կարողանում են շարժել իրենց ականջները մեկը մյուսից անկախ, ու հենց դրա պատճառով էլ նրանք լսում են ամենափոքր աղմուկը տարբեր ծայրերից, և հենց զգում են վտանգ, փախչում են 72 կմ/ժ արագությամբ։ Իսկ դուք գիտեք, որ կանաչ իգուանաները խիստ բուսակեր են։ Նրանք սնվում են միայն ծաղիկներով, բանջարեղենով և տերևներով։ Սակայն հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այդ ամենին նրանց մարսողական համակարգը շատ դանդաղ է, և նրանք օրվա մեծ մասն անցկացնում են այսպես պառկած իրենց սիրելի տաք հնչյունում։ Իսկ դուք գիտեք, որ խզխզան բուն ունի շատ լավ լսողություն։ Նա կարողանում է լսել ամենացածր ձայները անգամ 1-2 մետր խորությունից։ Այդ իսկ պատճառով նա կարողանում է գիշերը արագ կողմնորոշվել և թռնել իր Դե ինչ, եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատով տեսահոլովակները, ապա մեկնաբանություններում գրեք, թե որ կենդանու մասին կուզենայիք լսել հետաքրքիր փաստեր։ Ձեզ հետ ես էի, կրկին Օլգան, կհանդիպենք հաջորդ քիչ։